ծնունդին էին գնացել, ինչ աբարան։ Եկել եկավ, ասեց մամ շորերս պատրաստ է, ես գնում եմ։ Ասի ուր ես գնում, դա պատերազմա։ Պատերազմի ձայնը դեռ չի լռել, գորի ականջներում դեռ ռումբերի որոտն է։ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում է ապրում 33-ամյա Գոր Մեսրոպյանի ընտանիքը։ Շուրջ 10 տարի ծառայել է որպես պայմանագրային զինծառայող, բայց կյանքը գլխիվայր շուռ եկավ 2020-ի սեպտեմբերի 27-ին։ Պատերազմի լուրը լսելուն պես մեկնեց ռազմաճակատ եւ 53 օր մնաց Մարտակերտում։ Գորը պատմում է, թե պատերազմից հետո կյանքը բաժանվել է երկու մասի՝ իջև ու հետո։ Հավատում է, որ աղջկա աղոթքներն են իրեն տուն վերադարձրել։ Հույս չկար, որ պետք է հետ գանք, ասենք։ Մտածում ենք, որ ամեն վարկյանը վերջի վարկյանն է։ Գաղա երկրորդ վարկյանին էլ չելնենք։ Բայց փառք Աստծո հետ եկանք։ Ինքը երբ որ զանգում էր, մենք արդեն ուրախանում էինք, որ կա։ Ինքը որ մի օր չէր զանգում, մենք մտածում էինք, խի չի զանգում։ Շատ էի կարոտում։ Երազում էի, որ երբ պետք է գարտում։ Երախով երևի աղոթքների շնորհիվ ինքը հրաշքով հետ է եկել։ Դե մեր համար կարևորն է, որ թեկուզ չի վիրավորվել, բան ինքը ոնց կա, տենց ողջ առողջ հետ է եկել, որովհետև տեսնում ենք, որ լիքը հերոսներ ոտք չունեն, ձեռք չունեն։ Ներվերի վրա էլ ազդ է, ինքը ներվային է դարել, ասենք այդ պատերազմից հետո է այդ իր մոտ։ Ինչ իմանանք այնտեղ ինչեր են տեսել։ Գորի տեսողությունը, լսողությունը ու նյարդային համակարգը պատերազմից հետո վնասվել են։ Մեկ օր աշխատելուց հետո ստիպված եմ անկողնում մնալ երկար ժամանակ, խոստովանում է։ Բուժման ու հետազոտությունների համար ընտանիքը չունի բավարար գումար։ Եթե մինչև պատերազմը նա աշխատող զինծառայող էր, ընտանիքի հենասյունը, ապա այսօր առողջական խնդիրները պարզապես չեն թողնում, որ աշխատի։ Որ պատերազմից եկավ, ճիշտն ասած, ականջի վրա ականջը չէր լսում իրա։ Մեկ էլ տեսողությունը, հիմա որ նայած աշկերը են չի էլի։ Վրեն ազդեց, ասեցի գնա, ասա որ պատերազմի մասնակից եմ ելել, միգուցե մի բան անեն, ասма հաշվի չեն առնում։ Տեսողությունս պայտակորում է, տենց լրիվ որ ասեմ զրոյ անումա չէ, բայց խավար եմ սկսում տենալը։ 10 տարի աշխատեց, ասեց էլ չեմ կարում աշխատեմ։ Այդտեղից պատերազմին տարա մասնակցեց, եկավ, մի քիչ էլ գնաց ու նոր էլ չկարեցավ։ Ոչ մի տեղից ասենք չեն օգնում, ասենք թեկուզ բժշկական որ դիմում ենք, չի անցնում, որ ինքը ծառայեց, բան, այդ ամեն ինչը հաշվի չեն առնում։ Չգիտեմ, ասում եմ չի անցնում, չգիտեմ, բայց չէ որ այդ մարդը ձեր համար, բոլորիս համար ինքը կռվել է, ինքը ոնց կարելի է դա հաշվի չառնել։ Ամեն կողմից ոնց որ անտեսված լինի ինքը, թե ինքը, թե մենք։ Մեսրոպյանների ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է։ Նրանք ապրում են երկու փոքր սենյակում, որտեղ հյուրասենյակը միաժամանակ նաև որպես ննջասենյակ են օգտագործում։ Բնակարանը չունի սանհանգույց, խոհանոցը դրսում է, տաք ջուր չկա։ Հիմա ձմռան ցրտին Գորի հիվանդ մայրը սառը ջրով էր ափսեները լվանում։ Տան պատերը բորբոսնած են, խոնավությունը մշտական։ Կինը Մարիանան ասում է, գիշերները հաճախ է խոնավ սենյակում շնչահեղձ լինում։ Ընտանիքի միակ եկամուտը 68-ամյա հիվանդ մոր Հասմիկ Մովսիսյանի 36,000 դրամ թոշակն է։ Տիկին Հասմիկը ունի ողնաշարի խնդիրներ ու նա էլ չի կարողանում աշխատել։ Վախտայել էլ անձրևը կաթած է դրսից բաժարը անգել։ Այդտենց սաղ կաթում է։ Այն կողմն էլ լրիվ խոնավ է, այնա գարձիրով մեջ լրիվ բորբոսներ, շորերը բորբոսնել է, լրիվ հանել է լցրել ընդե տոպրակները, սա այն պատերը լրիվ բորբոսնած է։ Կուզեի, որ հնարավոր էր բաղանիք սարքեինք։ Ուզում են տունը մեր ձեռից վերցնեն, վարկերի պատճառով, հա, 1,400,000 է դարձել այդ 200,000-ը ու ասում են եթե չվճարեք տունը կվերցնենք։ Իսկ մենք ունենք էս մի տունն է։ Ընտանիքում շուտով համալրում կլինի, սպասված տղա է, ասում է Մարիաննան, միայն թե ամեն օր մտքում լուր աղոթում է, որ որդու մանկությունը նման չլինի աղջկա, Հասմիկի տառապալից օրերին, որոնք ըստ էության չեն էլ ավարտվել։ 11-ամյա այս համեստ աղջնակը մեծ ոգևորությամբ է ցույց տալիս իր պատվոգրերը, մեդալները։ Նրա երազանքները սակայն այսօր կիսատ են մնացել։ Գնացել եմ Պարի, հետո չեմ կարողացել փողը տանք, դուրս եմ գնալ։
Ես էլ եմ որ միշտ գնամ, տատիկս տվել է, բայց փող չեմ ունեցել, անել նորից։ Ոչ մի կախում չեմ ունեցել, որ զինվորական եմ եղել, իմ աշխատավարձով այդքան է, որ ինչ-որ բանով օգնի պետությունը, լավ կլինի, բայց դե ոչ մի բանով չեն օգնի։ Այդ մեզ հայրենիքի համար ինչ-որ մի գործողություն արել ես, ասենք պատերազմի մասնակցել եմ, ցանկալի կլներ, որ աջակցություն էր ինչ-որ։ Հարևաններն էլ պատմում են, գոռը համեստ լուր մարդ է, երբեք օգնություն չի խնդրել։ Լուր գնացել է պատերազմ, լուր վերադարձել ու այսօր էլ անձայն պայքարում է իր ընտանիքի ապրուստի համար։ Համեստ խելոք իրանց համար տեսնում եք ոնց են ապրում։ Աշխատում են հնարավորության դեպքում մեկ-մեկ գործել են կարում է ֆիզիկականը ներում աշխատում է, չի կարում։ Հույսներս Աստծո վրա է, որ մի դուռ կբացի ու լավ կլինի մեր համար։ Ես էլ կորնել տանջված են, կյանքում լավ օրեր չենք տեսել, գոնե հիմա լավ լինի։ Տաննի անկյունում բորբոսնած պահարանում կախված է գորի զինվորական համազգեստը։ Հիմա հացի խնդիր է լուծում ու նաև մտորում, գուցե մի օր էլի պետք կգա։ Իսկ ինքը պատրաստ է, երբ հայրենիքը կանչի։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։